Մի քանի հարց ունեմ ձեզ տալու։ Երբ կարդում ենք կառավարության ներկայացած բյուջեն, 7% տնտեսական աճը նույնիսկ պարզ վիճակագրությամբ չի երևում։ Այսինքն հավանականությունների բաշխումը, որ նայենք, 7%-ի չի գալի որևէ կերպ։ Դեպի ներքև հավանականությունն ավելի մեծ է, քան դեպի վերև։ Ամենամեծ հավանականությունը 4-րդ եռամսյակի համար 5-ից 7%-ն է, որը 28 քանի տոկոսի է։ Դե ինչի եք որոշել 7%-ին դնեմ, չգիտեմ, բայց եթե որոշել եք, ուզեմ հասկանամ, այդ 7%-ը որտեղից է գալի։ Ակնկալում եք, որ ամուլսարը շահագործի փող կգա, թե ակնկալում եք, որ հայ-թուրքական սահմանի բացման արդյունքում տնտեսական աճ կլինի։ Եթե երկրորդն է, խնդրեմ նշեք, դուք հայ-թուրքական սահմանի բացման ինչ-ինչ պարագայով տնտեսական ազդեցության գնահատական արել եք, թե ոչ։ Եթե ոչ, այդ հարցին մի անդրադարձեք։ Եթե այո, խնդրեմ ասեք տնտեսական ազդեցությունը ինչքան կլինի։ Դա առաջին հարցը։ Երկրորդ հարցը ասում եք, որ պետք է անցնեք ներդրումների վրա հիմնված տնտեսության։ Շատ լավ բան եք ասում։ 2021 թվականին մասնավոր ընկերությունների ներդրումները հիմնական միջոցների մեջ կազմել են հնայի 0.7%-ը։ 22 թվականին կարծեմ 10.5%-ի եք փորձում բարձրացնել, մինչև 17 անգամ ավել։ Այդ ինչ եք պատասխանում անեք, որ 17 անգամ մասնավոր ձեռնարկությունները ներդրումներն ավելացնեն հիմնական միջոցների մեջ։ Եվ եթե կարելի է նաև երրորդ հարցը մի քիչ ավելի բյուջեի, ուրեմն էլի ներկա, այդ հարցերը շատ են, բայց չմանրանամ ուրիշ գործընկերներին է ժամանակ տամ, էլի։ Օրինակ տեսեք, ունենք ծրագիր 1058 ծրագրի միջոցառման դասիչը 110001։ Էկոնոմիկայի ոլորտում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում եւ մոնիտորինգ։ Եվ ստեղ արդյունքի չափորոշիչ նշել եք 90%։ Այսինքն ես կհասկանայի, եթե ասեք պլանավորում ենք 50 ներդրողի աջակցություն տրամադրենք ետներդրումային։ Բայց տենց եղավ, որ կամ այդ ներդրումները այնքան պարզ էր մեր իրավական դաշտը, որ լրացուցիչ օժանդակություն կարիք չկա, կամ էլ նախորդ 40-ին այնքան անհարմար կամ այնքան ոչ արդյունավետ աջակցություն եք տրամադրել, որ ընկերությունների քանակը նվազի, դա ձեզանից անուղղակի է կախված։ Բայց այս ծրագիրը էկոնոմիկայի ոլորտում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում եւ մոնիտորինգ եւ ԲԿԿ-ի գծով հաստատված բյուջեի նկատմամբ կատարման տոկոսը 90։ Խնդրեմ այդ մի հատ գիտա հանրամատչելի բացատրեք, էլի ինչի 90 եւ ոչ թե 100։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցերի համար։ 2022 թվականի բյուջեի եւ մեր տնտեսական աճի կանխատեսումների մեջ հայ-թուրքական սահմանի բացումը որպես կանխատեսում ներառված չի եւ հետեւաբար դրա վերաբերյալ խոսակցությունները այս պահին ժամանակավրեպ են, մենք չենք ակնկալում, որ այն ձևով, որով պաշտպանված կլինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերը եւ տնտեսության շահերը, մենք կարողանանք հաջորդ տարի հայ-թուրքական սահմանը բացել։ Այդ կանխատեսումը չկա մեր բյուջեի նախագծում։ Երկրորդ հարցը վերաբերում է ներդրումներին, իմ կարծիքով դուք սխալ թվեր եք ասում, երբ որ ասում եք, որ մասնավոր ընկերությունների կողմից արված ներդրումները կազմեն հնայի 0.7%-ը, ես ասեմ։ Հիմնական միջոցներում արված, ոչ թե արված ներդրումները։ Պարոն Խաչատրյան, արձագանքելու հնարավորություն ունենալու եք ռեգլամենտում։ Տենց ավելի շատ ժամանակ ենք ծախսում։ Դուք կարող փոփոխություն եք նկատի ունեք, բայց մասնավոր ներդրումները աճել են անցած տարվա նկատմամբ եւ կազմում են համախառն ներքին արդյունքի իմ կարծիքով մոտ 10-11%-ը։ Միգուցե մի քիչ ավել մոտ 15%-ը։ Հիմա մենք մեր կառավարության ծրագրով նախատեսում ենք առաջիկա 5 տարվա մեջ ավելացնել ներդրումների չափաբաժինը մեր հնայի համեմատ մինչև հնայի 25%-ը, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների չափաբաժինը հնայի մինչև 6%-ը։ Ասել, որ մեր երկիրը կարողանում մասահուն կերպով կլանել բոլոր ներդրումային ծրագրերը սխալ կլինի եւ մենք մեր ներդրումների աջակցման կենտրոնում էլ եւ ընդհանուր էկոնոմիկայի նախարարությունում էլ ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք բախվում են բազմաթիվ խոչընդոտների եւ մեր
ամենօրյա աշխատանքի մաս է կազմում, նախ օգնել, որպեսզի այդ ներդրումները հասնեն իրենց նպատակին եւ միաժամանակ ուղղել այն օրենսդրական կամ կարգավորող խնդիրները, որոնց պատճառով այդ խոչընդոտները առաջացել են։ Հիմա եւ հետեւաբար մենք շատ գործ ունենք անել եւ իհարկե կա միջոցառումներ, որի համար իհարկե գումար չի պահանջվում, դա գործարար միջավայրի բարելավման ուղղված միջոցառումներն են, որոնց համար մեր նախարարության մի փոխնախարարի կարելի ասել ամբողջ գործը ուղղված է հենց գործարար միջավայրի բարելավմանը։ Այստեղ քանի որ շատ օրենսդրական աշխատանքներ են, դրա համար գումար չի պահանջվում։ Ես մի հատ վերջի անդրադարձ անեմ նաև թե ինչ ենք կարծում։ Նախ եթե դուք տեսնեք տնտեսական աճի մասը, նախ ոչ մի բան ցակուցրիվ չի, բոլորը իրար հետ փոխկապակցված են եւ ամենակարևոր բաներից մեկը, որը պետք է բերի ներուզած տնտեսական աճին, ի թիվս բազմաթիվ այլ գործերի, դա աննախադեպ ծավալի կապիտալ ծախսերն են, որը մենք պլանավորել ենք անել, այսպիսի թիվ Հայաստանի պատմության մեջ չի եղել եւ իհարկե եթե մենք դա բարեհաջող կերպով անենք, մեր տնտեսական աճը ավելի քան իրատեսական կլինի։ Շնորհակալություն, արձագանքում եք, խնդրեմ։ Բնականաբար այս ինկրեմենտի մասին է խոսում, որովհետև ներդրումներ եկել են մարդիկ օրինակ շենք են կառուցել, բայց անցյալ տարի աճ եղել է 0.6%, այս տարի նախատեսում եք շատ ավելի մեծ։ Հիմա եթե համեմատում եք 2021-2020-ի հետ, հասկանալի է, նույնիսկ ամենածեր եւ զառամյալ հիվանդը շատ ավելի առողջ է, քան թե հանգուցյալը, իսկ 2020 թվականին մեր տնտեսությունը հանգուցյալի մակարդակում էր։ Կարծեմ այդքան էլ ճիշտ չի համեմատել 2020-ի հետ։ Կարող եք 2019-ի հետ օրինակ համեմատել։ Ամուլսարի մասին չպատասխանեցիք, ենթադրում եմ, որ այո, Ամուլսարի բացման վրա հույսը դրել եք։ Հիմա կապիտալ ծախսերին անդրադառնանք, լավ, կապիտալ ծախսերի քրոնիկ թերակատարում ունենք։ Հիմա եթե ենթադրենք այս տարի չգիտեմ թիվն ինչքան է, դիցուկ 100 միլիոն է եղել, 100 միլիարդ է եղել։ Եթե այս տարի կիսատ են կատարել, թերակատարել ենք, այդ վստահությունը, որ մյուս տարի 500 միլիարդը էլի հիպոթետիկ թիվը հանգիստ չեմ հիշում, 100%-ով կկատարենք, այդ որտեղից այդ վստահությունը։ Դա մեկ, երկրորդը, եթե ուղղակի խոսում ենք պարկ վերցնենք, կառուցենք ճանապարհ, դա էկոնոմիկա չի, դա ուրեմն տնտեսագիտական մաթեմատիկա, որովհետև էկոնոմիկան մենք հասկանում ենք, այդ ճանապարհը դեռ պետքա կառուցվի, դեռ պետքա տա իր ազդեցությունը, ճանապարհից բացի նաև նշված են ջրամբարներ, որոնցից մի քանի ջրամբարի կառուցումը կանգնել էր, հիմա պատասխանում եք վերսկսեք, լավ եք անում, իհարկե ընդունում եմ, բայց ում հասկանամ, այսինքն, եթե դա ունի իր ժամկետային էֆեկտը, եթե ուղղակի վերցնում ենք, մտցնում ենք տնտեսության մեջ փողը, հասկանում ենք, չէ՞ որ դա տնտեսական աճ չի, դա ուղղակի տնտեսագիտական մաթեմատիկա է։ Եվ խնդրեմ այդ 90%-ի հարցն էլ պատասխանեք, որտեղ իմ համար Գերոպյան, ես մի անգամ եւս խնդրում եմ հարգելի գործընկերներ, ժամանակի բանը ուշադրի լինենք, որ պահպանենք։ Խնդրեմ։ Վերջից սկսեմ 90%-ը դա ես ասի, որ այդ հոդվածը վերաբերում է էկոնոմիկայի նախարարության աշխատավարձային ֆոնդին, պահպանման ծախսերին եւ 90% ընդա գրված է այն իմաստով, որ մենք այդ նշված բյուջեի 90%-ը առնվազն կծախսենք, հա։ Այստեղ որևէ այլ բան պետք չի ման գալ, ընդհանրապես աշխատավարձային ֆոնդն է, որ նշված է։ Հիմա Ամուսարի վերաբերյալ, տեսեք ոնց է, Ամուսարը, եթե նույնիսկ այս պահին բոլոր հարցերը լուծել ինքը վերադառնա, ասենք, աշխատելու ռեժիմին, հանքը կսկսի աշխատել հաջորդ 12 ամիս հետո լավագույն դեպքում, եւ իհարկե մենք հիմա սպասում ենք քրեական գործի հանգուցալուծմանը, Պսի տեսնենք, թե իսկապես այդ քրեական գործով ինչ արդյունքներ են ի հայտ գալիս եւ դրանից կախված է լինելու Ամուսարի վերաբերյալ հետագա քննարկումները։ Մյուս հարցը Սորս վերաբերում է քրոնիկ հիվանդությանը, կապիտալ ներդրումների թերակատարմանը եւ անգլերեն այդ բառի համար ներողություն, քանի որ կառավարության ծրագրում էլ փաստաթղթերում էլ օգտագործում lag effect-ը կա, չէ՞։ Այո։ Էլի շնորհակալություն հարցի համար։ Տեսեք, այս խնդիրը լուծելու համար մեր նախարարությունում եւ ոչ միայն մեր նախարարությունում, այսինքն կառավարության համակարգում ներդրվում է
հանրային ներդրումների կառավարման համակարգ, որի միջոցով մենք պետք է կտրուկ բարձրացնենք կապիտալ ծախսերի իրագործման տոկոսը։ Դա ընդհանուր առմամբ բոլոր կապիտալ ծախսերը մի համակարգով մոնիտորինգ անելու մասին է, որը թույլ է տալու, որպեսզի մենք հետևողականորեն կարողանանք մի համակարգում տեսնել կապիտալ ծախսերը ինչ որակով են իրականացվում, բայց մինչև դա պլանավորման փուլում մենք ներդրումային կոմիտե ենք ստեղծել, որը 250 միլիոն դրամից բարձր բոլոր կապիտալ ծախսերը պետք է հստակ ընթացակարգով անցկացնի եւ տեսնի նաեւ վստահ լինի, որ այն տնտեսական էֆեկտը, որը կանխատեսվում է այս կամ այն կապիտալ ծախսը անելուց, իրականում feasible է, այսինքն իրատեսական է։ Եվ այդ համակարգի ներդրումը մեզ կտա այն վստահությունը, դա նաեւ գործընկերների հետ միջազգային ֆինանսական գործընկերների հետ քննարկված մեխանիզմ է, դա այն գործիքը, որով մենք կարողանանք բարձրացնել կապիտալ ծախսերի կատարողականը, նաեւ կարող է սխալվում եմ, բայց իմ ունեցած տեղեկությունների համաձայն այս տարի մենք էական փոփոխություն ունենք կապիտալ ծախսերի կատարողական մեջ, թող պարոն